Բարև ձեզ հետ Էման է։ Հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Վարդանուշը վերջին անգամ խոնավ շորով սրբեց խոհանոցի սեղանը և հաճույքով նայեց փայլող բնակարանին։ Նոր եփած սուրճի բույրը լցնում էր տարածքը հարմարավետությամբ և երկար սպասված հանգստի ակնկալիքով։ Առջևում մեկ ամիս ազատություն էր։ Հենց այսպիսի արձակուրդ էր նա պատկերացնում։ Վերջապես կարելի է պարզապես կարդալ, զբոսնել և ոչինչ չանել, մտածեց կինը, տեղավորվելով սիրելի բազկաթոռում մի բաժակ տաք ըմպելիքով։ Սեղանի վրա նրան արդեն սպասում էր հայտնի հոգեբանի նոր գիրքը։ Նա վաղուց էր ուզում ուսումնասիրել դերահասների հետ աշխատանքի ժամանակակից մեթոդները։ Դպրոցական հոգեբան աշխատելու 5 տարիների ընթացքում նա հասկացել էր, որ պետք է մշտապես կատարելագործվել և աճել։ Լավ մասնագետ դառնալու այլ ճանապարհ պարզապես գոյություն չունի։ Դրան զանգը հնչեց այնքան անսպասելի և կտրուկ, որ Վարդանուշը ցնցվեց, սուրճը թափելով բաց գույնի բլուզի վրա։ Դժոխք, հայհոյեց կինը, շտապ սրբելով հետքը անձեռուցիկով։ Զանգը կրկնվեց։ Համառ պահանջկոտ։ Գալիս եմ, գոչեց տանտիրուհին ուղղվելով դեպի միջանցք։ Շեմին կանգնած էր սկեսուրը, տիկին Անահիտը, իշխող կին, ծանր բնավորությամբ և խիստ դեմքով։ Նրա հետևում երևում էին 3 ծանոթ մանկական ֆիգուրներ՝ Նունեի երեխաները, որոնց Վարդանուշը տեսել էր ընդամենը մի քանի անգամ ամուսնությունից հետո 1.5 տարվա ընթացքում։ Կողքին կուտակված էին մեծ ճամփրուկներ։ Տեր Աստված, ինչ է սա, ինչ քարավան է, անցավ մտքով։ Բարև Վարդանուշ ջան, աշխույժ ասնաց հարազատը, ներս հրելով բնակարան։ Հյուր էր ընդունիր, ընկերակցություն եմ բերել քեզ։ Հարսը տարակուսանքով նայում էր սկեսուրին։ Նա ուզում էր ասել այն ամենը, ինչ պտտվում էր լեզվի վրա, բայց չէր կարող, քանի որ մոտակայքում երեխաներ կային։ Տիկին Անահիտ, լուրջ եք ասում։ Կինը փորձում էր հանգիստ խոսել, թեև ներսում ամեն ինչ եռում էր վրդովմունքից։ Իհարկե, դու իմ դեմքից տեսնում ես, որ կատակում եմ։ Մենք Նունեի հետ գնում ենք ծով, շտապ ուղեգրեր են հայտնվել, իսկ երեխաներին որոշեցինք թողնել քեզ։ Դու հոգեբան ես, նշանակում է գիտես, թե ինչպես վարվել նրանց հետ։ Լավ գլուխ կհանես հանձնարարված խնդրից։ Ես համոզված եմ, եւ մի արարքիր։ Երեխաները շատ հնազանդ են, խնդիրներ չեն ստեղծի։ Դու հո հիշում ես նրանց անունները։ Արփին ավագն է, նա 12 տարեկան է։ Երկվորյակներ Արամն ու Անին 9 տարեկան։ 3 շաբաթվա իրերը ես հավաքել եմ։ Դուք ձեր մտքին եք, չդիմացավ Վարդանուշը։ Ինչ 3 շաբաթ, ես արձակուրդում եմ, ես չեմ պատրաստվում։ Իսկ ես չեմ հարցնում, ասում եմ ինչ կարող ես, եւ եկեք չվիճենք, կտրեց սկեսուրը։ Ինչ ժամանակ չկա խոսելու, տաքսին սպասում է։ Երեխաներ, հնազանդվեք Վարդամորաքրոջը։ Ինչ հասկացաք։ Նախքան հարսը կհասցներ առարկել, տիկին Անահիտը դուրս թռավ դռնից։ Ոչ, սա պարզապես ինչ-որ սյուրռեալիզմ է։ Կինը անօգնական զայրույթով հենվեց պատին։ Առաջին ցանկությունը հետևից վազելն ու սկեսուրին իր մտքի ամեն ինչ ասելն էր, բայց ինչ-որ բան կանգնեցրեց նրան։ Կինը հայացքը տեղափոխեց երեխաների վրա։ Նրանք կանգնած էին, սեղմված միմյանց և գլուխները կախ։ Նրանց կեցվածքի մեջ կար ինչ-որ սխալ, տագնապալի բան։ Վարդանուշը նրանց հարսանիքին այլ կերպ էր հիշում, աղմկոտ, շարժուն։ Այն ժամանակ դեռ ողջ էր նրանց հայրը։ Հիմա երեխաները ճնշված և վախեցած էին թվում։ Դե ինչ, բարի գալուստ, ներս անցեք, մեղմացած ասաց կինը։ Եկեք նախ թեյ խմենք կոնֆետներով, միայն ես հիմա 1 րոպեով կբացակայեմ և մի զանգ կկատարեմ, լավ։ Երեխաները ոչինչ չպատասխանեցին և լուր գնացին խոհանոց։ Վարդանուշը տենդագին հավաքեց ամուսնու համարը։ Հայք, կարող ես բացատրել, թե ինչու մայրդ հենց նոր ինձ գցեց Նունեի 3 երեխաներին։ Սա ինչ է նշանակում։ Իսկ նրանք արդեն ժամանել են, հանգիստ արձագանքեց ամուսինը։ Այո, մայրիկը ասում էր, որ պատրաստվում է արձակուրդ գնալ։ Ես պարզապես մոռացել եմ քեզ ասել։ Այսինքն դու գիտեիր և չհամարեցիր անհրաժեշտ ինձ հետ քննարկել։ Ինչ կա քննարկելու։ Մայրիկը խնդրեց օգնել, ուրեմն մենք կօգնենք։ Դու միևնույն է տանես։ Ո՞րն է հարցը։ Ես արձակուրդում եմ, օրինական արձակուրդում, որը նախատեսել էի այլ կերպ անցկացնել, եւ ի դեպ դրա լիակատար իրավունքն ունեմ։ Վարդանուշ, հիստերիա մի սարքիր դատարկ տեղից։ Ես աշխատանքում խեղդվում եմ, իսկ դու կպել ես ինձ ինչ-որ հիմարություններով, գրգռված նետեց Հայկը։ Կմնաս երեխաների հետ, չես փլվի։ Խոսակցությունը ավարտված է։ Ոչ, դու լսիր։ Լսափողի կարճ ազդանշանները Վարդանուշին ստիպեցին լռել կիսատ թողած։ Նա դանդաղ իջավ աթոռին, զգալով, թե ինչպես են ձեռքերը դողում զայրույթից և վիրավորանքից։ Երկվորյակները վախեցած նայեցին իրար։ Արփին նյարդայինորեն քաշում էր վերնաշապիկի թևքը։ Ներողություն, հազիվ լսելի շշնջաց աղջիկը։ Մենք կարող ենք լուր նստել, մեզ չի լսվի։ Մասնագիտական տագնապը ակնթարթորեն խեղդեց անձնական վիրավորանքը։ Այս խոսքերի մեջ, տոնի մեջ, որով դրանք ասվեցին, ստիպեց կնոջ սիրտը ցավագին սեղմվել։
Նա ուշադիր նայեց երեխաներին, առաջին անգամ նկատելով Արամի դաստակի կապտուկը, որը երևում էր թևքի տակից։ Այստեղ հաստատ ինչ-որ բան այն չէ, փայլեց տագնապալի միտքը։ Հանկարծ հեռախոսը թրթրաց։ Ամուսնուց կարճ հաղորդագրություն եկավ. «Մայրիկիս մոտ կապրեմ, մինչև հանգստանաս»։ Վարդանուշը նայում էր Արփիի նիհար կազմվածքին, որը շտապով դասավորում էր բաժակները։ Աղջիկը շարժվում էր որպես լարովի տիկնիկ, մեխանիկորեն եւ առանց մեկ ավելորդ շարժման։ Հիպերվերահսկողություն, նշեց մտքում հոգեբանը, երեխայի տիպիկ վարք, որին սովորեցրել են ամեն ինչ ճիշտ անել։ Վարդամորաքույր, կարող ենք մենք ինքներս լվանալ ամանները, լուր հարցրեց ավագ Զարմուհին, երբ թեին ավարտվեց։ Մենք կարողանում ենք, ազնիվ։ Այո, իհարկե, միայն եկեք նախ որոշենք, թե որտեղ եք քնելու։ Երեխաները վախեցած նայեցին իրար։ Մենք կարող ենք հատակին, շտապ պատասխանեց Արամը, մենք ճամպրուկում վերմակ ունենք։ Հատակին, ոչ, ինչ եք ասում, ես ունեմ հյուրասենյակ բազմոցով եւ բացվող բազկաթորով։ Արփին կքնի բազմոցին, իսկ դու Կանիի հետ բազկաթորին։ Այն լայն է, տեղը կհերիքի։ Պայմանավորվեցինք, մանկական դեմքերին արտացոլվեց այնպիսի անկեղծ զարմանք, որ Վարդանուշի սիրտը ճմլվեց։ Իսկապես կարելի է, շշնջաց Անին, առաջին անգամ ձայն հանելով։ Տեր Աստված, նրանց ինչ է, երբեք չեմ պարկեցրել նորմալ մահճակալներում։ Ինչ է կատարվում։ Երեկոն անցավ անսպասելի լուր։ Երեխաները լուր դասավորեցին իրերը։ Լողացան կրկին առանց մեկ խնդրանքի, կարծես անտեսանելի ժամանակացույցով, եւ մտան բազմոցի անկյունը հեղախոսով։ Ինչ եք խաղում, փորձեց զրույց սկսել կինը։ Մենք չենք խաղում, վախեցած ցնցվեց Արփին։ Մենք պարզապես դասերն ենք նայում։ Հայրիկը թույլ է տալիս մեզ հեռախոսն օգտագործել միայն ուսման համար։ Հայրիկը դա խորթ հայրն էր, Զարմուհու ամուսինը, որի հետ նա ամուսնացել էր 8 ամիս առաջ։ Վարդանուշը հիշեց նրան։ Բարձրահասակ տղամարդ, զինվորական կեցվածքով եւ լուրջ հայացքով։ Ընտանեկան հավաքույթներին նա հիմնականում լռում էր, երբեմն երեխաներին նայելով, որից հետո նրանք անմիջապես հանգստանում էին։ Ժամը 22-ին երեխաները միասին վեր կացան եւ գնացին լոգարան ատամները լվանալու։ Միգուցե ուզում եք քնելուց առաջ մուլտֆիլմ դիտել, առաջարկեց Վարդանուշը։ Ոչ, մեզ չի կարելի, գլուխը տարուբերեց Անին։ Ժամը 22-ին մենք պետք է քնենք։ Երեխաներին քնեցնելով կինը դուրս եկավ պատշղամբ եւ մի քանի խորը շունչ քաշեց։ Նա անհանգիստ էր, նա հանեց հեռախոսը եւ հավաքեց ամուսնու համարը, բայց նա չէր պատասխանում։ 10-րդ փորձից հետո Վարդանուշը հաղորդագրություն գրեց նրան. Հայկ, մեզ հրատապ պետք է խոսել, գործը լուրջ է։ Պատասխանը եկավ 1 ժամ անց։ Վաղա, հիմա մի անհանգստացիր։ Ես շատ հոգնած եմ եւ հիմա չեմ կարող խոսել։ Գիշերը Վարդանուշը արթնացավ ձայներից։ Հյուրասենյակում վառվում էր գիշերային լամպը։ Անին նստած էր գրկած ծնկները եւ լուր տխրել էր։ Արփին շոյում էր քրոջ մեջքը, շնջալով հանգստացնող բան։ Ինչ է պատահել։ Կինը նստեց բազմոցի եզրին։ Կարող եմ ինչ-որ կերպ օգնել։ Ոչ, Արփին մեղմ գրկեց քրոջը։ Անին պարզապես կարոտել է մայրիկին։ Վարդանուշը նկատեց, որ Անին անհանգիստ է։ Աղջիկը վատ էր քնել։ Որոշ ժամանակ անց արթնացավ նաև Արամը։ Խնդրում եմ, հայրիկին մի ասեք, որ մենք արթուն էինք։ Նա չի սիրում, երբ մենք ուշ ենք քնում։ Կինը գլխով արեց, սպասեց մինչև երեխաները կքնեն եւ վերադարձավ իր սենյակ։ Այդ պահին նա հասկացավ, արձակուրդը պետք է հետաձգել։ Նա ավելի կարևոր խնդիր ուներ։ Հաջորդ առավոտ Վարդանուշը բացեց նոթբուքը եւ սկսեց ուշադիր գրի առնել երեխաների վարքի առանձնահատկությունները։ Դիտարկումներն արձանագրելու մասնագիտական սովորությունը երբեք այդքան տեղին չէր եղել։ Աչքի կոնտակտից խուսափում, բարձր տագնապայնություն, սերտած գործողություններ, պատժվելու վախ, գիշերային մղձավանջներ, ցանկը սարսափելի էր։ Իսկ 1 ժամ անց նա նկատեց եւս մի բան՝ հին սպիները Արամի մեջքին։ Երբ տղան կռացավ, որպեսի վերցնի ընկած գդալը, կինը դանդաղ փակեց նոթբուքը։ Գլխում գործողությունների հստակ պլան ձևավորվեց։ Ներեցեք, երեխաներ, մտածեց նա, նայելով հանգստացած երեխաներին, բայց հիմա ես չեմ հանգստանա, մինչև չիմանամ ողջ ճշմարտությունը։ 3 օրն անցավ մեկ ակնթարթի պես։ Վարդանուշը ուշադիր հետևում էր երեխաներին, նշելով նրանց վարքի յուրաքանչյուր մանրուք։ Հատկապես կնոջը անհանգստացնում էին նրանց արձագանքները բարձր ձայներին։ Երեխաները ցնցվում էին ցանկացած թակոցից, իսկ փակվող դրան ձայնն ընդհանրապես խուճապի էր մատնում։ Հայկը տանը այդպես էլ չէր հայտնվել։ Ժամանակ եմ տալիս քեզ սառչելու համար, հաղորդագրությամբ գրել էր ամուսինը։ Վարդանուշը դառը ժպտաց։ Նա գիտեր, որ իր ամուսինը կատարյալ չէ, բայց նույնիսկ չէր կարող ենթադրել, որ նա կթաքնվի թփերի մեջ, երբ այդքան հարկավոր էր նրան։ Չորեքշաբթի երեկոյան բեկում տեղի ունեցավ։
Անիուն օգնելով հավաքել ամանները գցեց բաժակը։ Ջենապակու կոտրվելու ձայնը արձագանքեց խոհանոցում։ Աղջիկը գունատվեց եւ ընկավ ծնկների վրա։ Ներեցեք, ներեցեք, շշնջաց նա տենդագին հավաքելով կտորները։ Ես ամեն ինչ կհավաքեմ, միայն հայրիկին մի ասեք։ Անի, կանգ առ։ Կինը նետվեց դեպի երեխան։ Զգույշ կտրվես, բայց արդեն ուշ էր։ Բաժակի սուր եզրը կտրեց աղջիկա մատը։ Արյունը տեսնելով Անին սկսեց դողալ եւ լաց լինել։ Հայրիկը կասի, որ ես դիտմամբ եմ արել, նա միշտ այդպես է ասում։ Իսկ հետո Արփին նետվեց դեպի քույրը, ձեռքով փակելով նրա բերանը։ Անի, չի կարելի։ Կարելի է, հաստատ ասաց Վարդանուշը, գրկելով երկու աղջիկներին։ Հիմա կարելի է։ Պատմեք ինձ ամեն ինչ, իսկ ես ձեզ կօգնեմ, խոստանում եմ։ Եվ նրանք պատմեցին այն մասին, թե ինչպես է խորթ հայրը պատժում նրանց ամենափոքր սխալի համար, թե ինչպես է փակում մութ մարանում, թե ինչպես է ծեծում գոտիով, եթե վատ գնահատականներ են ստանում։ Թե ինչպես է նա երեխաներին ստիպում երկար ժամանակ մնալ անհարմար դիրքերում, ինչպես է մայրիկը ձևացնում, որ ոչինչ չի կատարվում, իսկ տատիկը ասում է, որ դա խիստ դաստիարակություն է, շշնջաց Արամը, որ մենք ինքներս ենք մեղավոր։ Կինը զգում էր, թե ինչպես է ներսում ամեն ինչ սեղմվում անհանգստությունից եւ զայրույթից։ Պատկերը վերջնականապես պարզ դարձավ։ Երեխաները շատ ծանր պայմաններում են ապրում, իսկ շրջապատի մեծահասակները ձևացնում են, որ դա նորմալ է։ Երեկոյան նա փորձեց ամուսնու հետ խոսել հեռախոսով։ Հայկ, դու գիտեիր, թե ինչ է կատարվում քո քրոջ տանը։ Ինչի մասին է խոսքը։ Նրա ձայնում լարվածություն հայտնվեց։ Այն մասին, որ Նունեի ամուսինը շատ խիստ է երեխաների հետ, որ նա նրանց նկատմամբ կոպիտ է վարվում, նվաստացնում է։ Վարդանուշ, դադարեցրու, քո գործը չէ, Գրիգորը խիստ հայր է, եւ միայն դու քո հոգեբանությամբ ամենուր խնդիրներ ես տեսնում, միթե չի հոգնեցրել։ Այսինքն դու գիտեիր, դանդաղ ասաց Վարդանուշը չհավատալով իր ականջներին, եւ լռում էիր։ Սա նրանց ընտանիքն է, նրանց դաստիարակության մեթոդները։ Մենք չէ, որ պիտի միջամտենք, մենք պետք է մեր ընտանիքով զբաղվենք, այլ ոչ թե ուրիշների գործերին խառնվենք։ Այդ պահին կնոջ մեջ ինչ-որ բան փոխվեց։ Նա ամուսնուն նայեց բոլորովին այլ հայացքով եւ չճանաչեց այն մարդուն, որին սիրում էր։ Հաջորդ օրը Վարդանուշը նոր տեսախցիկ գնեց եւ երեխաների հետ նստեց բազմոցին։ Երեխաներ, ես ուզում եմ ձեզ մի բան առաջարկել։ Եկեք ձեր պատմությունը պատմենք, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ է կատարվում երբեմն փակ դռների հետևում, որպեսզի այլ երեխաներ, ովքեր հայտնվել են նման իրավիճակում, չվախենան խոսել։ Բայց հայրիկը կիմանա, անհանգստացած ասաց Արփին։ Հայրիկը այլևս չի կարողանա ձեզ նեղացնել։ Ես խոստանում եմ, վստահեք ինձ եւ թույլ տվեք օգնել։ Խնդրում եմ։ Կինը ստեղծեց YouTube ալիք, բարձրաձայն լռություն անվանումով, եւ ներբեռնեց առաջին տեսանյութը։ Պարզ զրույց երեխաների հետ առանց չափազանցությունների, պարզապես նրանց փորձը իրենց իսկ խոսքերով։ Անունս Արփի է, ես 12 տարեկան եմ եւ այլևս չեմ ուզում վախենալ տուն գնալուց։ Տեսանյութը առաջին օրը հավաքեց 50,000 դիտում։ 2 օր անց դրանք արդեն կես միլիոն էին, իսկ 1 շաբաթ անց նրանց պատմությունը գիտեր ամբողջ երկիրը։ Իսկ հետո սկսվեց փոթորիկը։ Տիկին Անահիտը զանգահարում էր սպառնալիքներով։ Հայկը բղավում էր դավաճանության մասին, բայց արդեն ուշ էր։ Պատմությունը դուրս եկավ խոշոր ԶԼՄ-ներ։ Խնամակալության մարմինները սկսեցին ստուգումներ, իսկ երեխաներն առաջին անգամ երկար ժամանակ անց հանգիստ քնեցին։ Վարդանուշը նայում էր քնած երեխաներին, հասկանալով, որ հետդարձի ճանապարհ չկա, եւ փառք Աստծո։ Վարդանուշի հեռախոսում հայտնվեց 15 բաց թողնված զանգ։ Նունեն վերադառնալով արձակուրդից ցանկանում էր ներխուժել բնակարան, սպառնալով ոստիկանություն դիմում գրել։ Տիկին Անահիտը խոստանում էր, որ հարսը կզղջա իր արարքի համար։ Ամուսինը հաղորդագրություն էր ուղարկել. Դու ավիրեցիր մեր ընտանիքը։ Արփին զգուշորեն շոշափեց կնոջ թևքը։ Միգուցե հանենք տեսանյութը, մենք չենք ուզում, որ դուք խնդիրներ ունենաք։ Վարդանուշը գրկեց աղջկան եւ ամուր սեղմեց իրեն։ Ոչ, սիրելիս, հիմա միայն առաջ։ Ես ձեզ չեմ լքի։ Այդ պահին դրան զանգը հնչեց։ Շեմին կանգնած էր տարեց մի զույգ, տղամարդ եւ բարի աչքերով կին։ Բարև ձեզ, մեղմ ասաց նա։ Ես տիկին Շուշանիկն եմ, իսկ սա իմ ամուսինը, պարոն Լևոնը։ Մենք Անդրանիկի ծնողներն ենք, երեխաների հոր։ Վարդանուշը շփոթված նայեց անկոչ հյուրերին եւ քաղաքավարի պատասխանեց. Ներս անցեք, մենք տեսանք տեսանյութը։ Տիկին Շուշանիկը թաշկինակով սրբեց աչքերը։ Չէինք կարող հավատալ։ Անդրանիկի մահից հետո Նունեն մեզ արգելեց հանդիպել թորներին, ասում էր, որ նրանց համար դժվար է, որ պետք չէ վերքերը քորել։ Իսկ պարզվում է, տատիկ։ Արփին նայեց սենյակից եւ քարացավ։ 1 ժամ անց բնակարանը լցվեց մանկական ծիծաղով։ Պարզվեց, որ մինչև 5 տարեկանը, քանի դեռ հայրը ողջ էր, երեխաները հաճախ էին հյուրընկալվում տատիկի եւ պապիկի մոտ։
Հենց այնտեղ էին մնացել նրանց երջանիկ հիշողությունները։ Վարդանուշը նայում էր, թե ինչպես է տիկին Շուշանիկը շոյում Արամի գլուխը, ինչպես է պարոն Լևոնը Արամին ցույց տալիս նրանց հոր հին լուսանկարները, եւ զգում էր, դա ճակատագիր է։ Իրադարձությունները սկսեցին զարգանալ անհավանական արագությամբ։ Տատիկն ու պապիկը դիմում ներկայացրին թորների խնամակալության համար։ Պատմությունը հայտնվեց կենտրոնական ԶԼՄ-ներ։ Իրավապահ մարմինները սկսեցին Նունեի ընտանիքի ստուգումը։ Իսկ երբ քննիչը տեսավ Արամի մեջքի սպիները, գործը քրեական բնույթ ստացավ։ Հայկը տուն եկավ մեկ շաբաթ անց, չարացած եւ շփոթված։ Գոհես, Նունեին կարող են դատել, Գրիգորին նույնպես։ Մայրիկս պարկել է սրտի կաթվածով։ Իսկ դու կարծում ես, որ ավելի լավ էր լռել, լուր հարցրեց կինը նայելով ամուսնու աչքերին, թույլ տալ, որ նրանք շարունակեն ծաղրել երեխաներին։ Դա մեր գործը չէ, մենք իրավունք չունեինք։ Ոչ Հայկ, հենց լռելու իրավունք մենք չունեինք, բայց ըստ երևույթին դու նույնիսկ դա չես հասկանում, չես ուզում հասկանալ։ Եվ գիտես, ես ամուսնալուծության դիմում եմ տալիս, այլևս ոչ մի օր չեմ ուզում լինել ձեր զզվելի ընտանիքի մի մասը։ Հեռացիր, տղամարդը հեռացավ բարձր շրխացնելով դուռը, առանց բացատրությունների, առանց ափսոսանքի, առանց ընտանիքը պահպանելու փորձերի։ Մեկ ամիս անց դատարանը երեխաների խնամակալությունը հանձնեց տատիկին եւ պապիկին։ Նունեն ստացավ պայմանական ժամկետ, իսկ նրա ամուսինը իրական։ Պատմությունը առաջացրեց լայն հասարակական արձագանք։ Բարձրաձայն լռություն YouTube ալիքը վերածվեց հարթակի, որտեղ բռնություն վերապրած երեխաները կարող էին պատմել իրենց պատմությունները։ Վարդանուշը այն վարում էր պրոֆեսիոնալ հոգեբանների հետ միասին, օգնելով այլ երեխաների չվախենալ ճշմարտությունը խոսելուց։ Գիտես, ասաց Արփին վազելով Վարդանուշին հյուր, ես ուզում եմ դառնալ մանկական հոգեբան, ինչպես դու։ Կինը ժպտաց եւ նրբորեն շոյեց աղջիկա գլուխը։ Քեզնից հրաշալի մասնագետ կստացվի, ես չեմ կասկածում։ Երեկոյան Վարդանուշը նստած էր պատշգամբում, նայելով մայրամուտին։ Արձակուրդի 3 շաբաթները փոխեցին ոչ միայն 3 երեխաների կյանքը, դրանք փոխեցին նրան։ Այժմ կինը հստակ գիտեր, երբեմն լռությունը ավելի սարսափելի է, քան ճիչը, իսկ մեկ մարդը, ով որոշել է ասել ոչ, կարող է փրկել մի ամբողջ աշխարհ, գոնե ինչ որ մեկի համար։